Ռուսաստանի Դաշնության գլխավոր խնդիրը նա է, որ տրիպը չկառուցվի, տրիպ չլինի։ Իսկ եթե եղավ խաղաղություն, եթե տրիպը ինքը բերում է խաղաղություն, ոնց կարող է նրանք պատրաստ լինեն խաղաղության։ Խաղաղությունը հիմա նրանց հակացուցված է։ Խաղաղությունը հիմա ընդհանրապես նրանց գոյության դեմ է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, չի լինելու խաղաղություն, եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, ինչու ոչ նաև Սերժ Սարգսյանի ոչ անմիջական, բայց բազում այլ կուսակցությունների մեջ տարալուծված ուժը փորձի դառնալ իշխանություն։ Մենք վերադառնալու ենք ոչ միայն քառօրյային ու 44-օրյային, մենք վերադառնալու ենք նույն պատերազմների տրամաբանությանը, պերմանենտ պատերազմների տրամաբանությանը։ Եվ այստեղ ես ուզում եմ խոսել նաև մի ցավալի երևույթի մասին ձեր թույլտվությամբ։ Եվ այդ երևույթը, գիտեք ինչ է, դուք քիչ առաջ խոսում էիք, որ չի կարելի ցավի վրա քաղաքականություն կառուցել, այո, չի կարելի։ Ցավի վրա կառուցված քաղաքականությունը, կարոտի վրա, կսկիծի վրա կառուցված քաղաքականությունը ահա որ բումերանգ է, որ խփելու է իրենց։ Ես ուզում եմ խոսել այն բոլոր արցախցիների մասին, որոնց այսօր ստորաբար խաբում են, պարզապես խաբում են, որոնց այսօր գնում են, մոլորեցնում են, որոնց այսօր խոստանում են հայրենիք, որտեղ նրանք ամենայն դեպս այն կարգավիճակով, ինչ կարգավիճակով իրենց խոստացվում է, չեն վերադառնալու։ Պարզապես չեն վերադառնալու։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը դեռ որևէ մեկին անգամ Ռուսաստանի Դաշնությունում չի պաշտպանել, աշխարհում էլ չի պաշտպանել։ Պետք չի խաբել, պետք չի խաբել, պետք չի խաղալ այդ մարդկանց կարոտի, սիրո, հարազատների շիրիմները տեսնելու, պարզապես իրենց տունը մտնելու ցանկության հետ, որովհետև այդ ամեն ինչը մեծ, շատ մեծ խաբեություն է։